խոսենք հենաշարժիչ համակարգի մասին, ոսկրերի մասին, քանի որ հենաշարժիչ համակարգը բաղկացած է երկու մասից, պասիվ ոսկրեր կապաններ եւ ակտիվ մկաններ։ Մկանների մասին կլինի մեր հաջորդ հանդիպումը եւ դրա մասին մենք կխոսենք արդեն մեկ այլ դասախոսի կողմից ներկայացված դասընթացի շրջանակներում, իսկ այսօր խոսելու ենք ոսկրերի եւ հոդերի կապանների մասին։ Ոսկրի կազմությունը։ Դուք արդեն բջջաբանության եւ հյուսվածաբանության ժամանակ, այդ դասընթացի ժամանակ լսեցիք, ներկայացվեց թե ինչ կազմություն ունի ոսկրը։ Կազմված է օստեոբլաստներից, ոսկրային ետասարդ բջիջներից, օստեոցիտներից, ոսկրային հասուն բջիջներից, որոնք կազմում են ոսկրային թիթեղը, խիտ եւ սպունգանման նյութը, եւ օստեոկլաստներ, մակրոֆագեր են, որոնք քայքայում են ոսկրը։ Այստեղ տեսնում ենք ոսկրերի կազմությունը, իր մեջ պարունակում է կալցիում եւ ֆոսֆոր, յուրահատուկ պահեստ է կարծես համարվում, եւ կենսունակ ոսկրերում պարունակվում են վիտամիններ նաեւ, ոսկրի կենսունակության վրա ազդեցություն ունեն նաեւ ներզատական գեղձեր։ Ոսկրածուծը։ Այստեղ տեսնում եք ոսկրի խորոշները լցնող հյուսվածք է, կարմիր եւ դեղին ոսկրածուծ են տարբերում եւ 3-ից 4 տարեկանից սկսած կարմիր ոսկրածուծը աստիճանաբար վերածվում է դեղին ոսկրածուծի։ Կոնքի ոսկրերում, կրծքավանդակում, խողովակավոր ոսկրերի էպիֆիզներում կարմիր ոսկրածուծը պահպանվում է ոչ կյանքի ընթացքում։ Շուտով մենք անդրադառնանք նաեւ ոսկրի տեսակներին եւ կտեսնենք որոնք են խողովակավոր ոսկրերը, որոնք ինչ տիպի են կոնքի ոսկրերը եւ այլն։ Կան արյունաստեղծողնային բջիջներ, դրա մասին էլ կարծում եմ խոսել ենք բջջաբանության ժամանակ, եւ ամբողջ բջիջների 0.1%-ն է կազմում, որոնցից ձևավորվում են նոր հասուն բջիջներ։ Մարմնահոսությունների ժամանակ ոսկրածուծում մարմնաստեղծման process-ը կարող է խիստ արագանալ, վերականգնելով կորցրած բջիջների քանակը։ Վերնոսկրը։ Վերնոսկրը պատում է ոսկրը արտաքին մասից, ամուր շարակցական պատյան է եւ հարուստ է արյունատար եւ նյարդերով։ Ինքը ոսկրը անոթավորում որպես այդպեսին չունի եւ վերնոսկրից է ստանում անոթավորում։ Այսինքն, եթե ոսկրի վրայից հեռացնենք վերնոսկրը, ապա ոսկրը այլևս չի աճի, քանի որ չունի արնամատակարարում։ Ամուր այն հպված է ոսկրին, պաշտպանում եւ սնում է ոսկրը։ Ոսկրերի համալիրը։ Այստեղ դուք աջ անկյունում տեսնում եք կան ուրեմն 3 թիվ է գրված 206-ից 220 դրոպ 300։ Ոսկրերը համալիր են, որոնք կատարում են բազմաթիվ գործառույթներ, հենարանային, պաշտպանական, շարժողական եւ ձև ու դիրք են հաղորդում։ Ինչու են այս թվերը այսպես տարբեր թվեր գրված։ Վաղ տարիքում մոտավորապես 300 ոսկրեր ունեն երեխաները վաղ մանկական հասակում եւ տարիքին զուգընթաց ուրեմն 220-ից մինչև 206 նվազում է, այսինքն հիմնականում 206 ոսկրեր են, բայց ինչու է միջակայք գրված, որովհետև որոշ մարդկանց մոտ ոսկրերի քանակը կարող է տարբերվել։ Օրինակ վառ օրինակ է ուրեմն պոչուկային շրջանի ոսկրերը։ Այնտեղ կարող են մի քանի հատ ավել կամ պակաս լինել։ Ոսկրի տեսակները տարբերում են խողովակավոր հիմնական տեսակները, սպունգանման, տափակ եւ խառը։ Դուք այստեղ տեսնում եք ոսկրի տարբեր մասեր, որոնց հիմա ավելի մանրամասն կանրադառնանք։ Խողովակավոր ոսկրերը։ Նրանք սնամեջ են, կազմված են մարմնից եւ հաստացած երկու ծայրերից գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրային նյութից, որի ներսում գտնվում է ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ։ Դրանք են ազդրոսկրը, սրունքոսկրը, բասկոսկրը, նախաբասկի ոսկրերը, այսինքն ձեռքի հիմնական երկար մասերը եւ ոտքի դրանք խողովակավոր ոսկրեր են։ Սպունգանման կամ գուբկայի նման այսպես ոսկրերը, դրանք ծածկված են սպունգանման խիտ ոսկրային նյութի բարակ շերտով, դրանք են հիմնականը ողնաշարի ողերը եւ դաստակի ոսկրերը։ Տափակ ոսկրերը։ Տափակ ոսկրերը մասնակցում են խոռոչների գոյացմանը եւ կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Դրանք հիմնականում գանգի ոսկրերն են, կոնքի ոսկրերը, թիակը, կրծքավանդակը եւ ունենք նաեւ խառը ոսկրեր, խառը տեսակ, կազմված են տարբեր կառուցվածք եւ ձև ունեցող մասերից։ Դրանք
գանգի ոսկրերից քունքոսկրն է եւ գանգի հիմի ոսկրերը։ Այս բոլորը իհարկե շատ մանրամասն պետք չէ հիշել, պետք է հիշել հիմնական տեսակները, հիմնական կազմությունները եւ այս ամենը, երբ որ դուք կրկին վերանայեք, արդեն լիարժեք պատկերացում կունենաք ոսկրային համակարգի վերաբերյալ։ Կմախքը հունարեն սկելետոս կամ հայերեն երբեմն սկիլետ են նույնիսկ ասում, կմախքը կազմում է մարմնի քաշի 15-ից 20%։ Կմախքի ոսկրերը շարժունակ են դառնում օրգանների շնորհիվ, այդպիսով մարմինը կարող է փոխել իր ձևը եւ դիրքը տարածության մեջ։ Ոսկրերին կմախքը հպվում է կապաններով, ջլերով եւ մկաններով եւ կմախքը իր մեջ պարփակում է գլխուղեղը, դա գանգի մասին է խոսքը, գանգի ներսում գլխուղեղն է, ողնուղեղը ողնաշարային խողովակի ներսում է, սիրտը, թոքերը, խոշոր անոթները կրծքավանդակի խոռոչում եւ միզասեռական օրգանները կոնքի խոռոչում։ Դուք այստեղ տեսնում եք գանգը, կրծքավանդակը եւ կոնքը։ Փաստորեն, այստեղ տեսնում ենք, որ ոսկրային համակարգը, ոսկրերը հիմնականում կենսական կարևոր օրգաններին նաեւ պաշտպանող ֆունկցիա են կատարում։ Գանգի ոսկրերը պաշտպանում են գլխուղեղը եւ զգացողության օրգանները։ Զգացողության օրգանները տեսողություն, լսողություն, համի, հոտառության եւ բաժանվում են երկու մասի՝ ուղեղային եւ դիմային։ Ուղեղայինը այս մասն է, դուք տեսնում եք, դիմայինը այս։ Հիմա ավելի մանրամասն անդրադառնանք դրան։ Գանգի ոսկրերը, որոնք ուղեղային մասն են կազմում, ճակատոսկրը, այս մասն է, ճակատոսկրը մեկ ոսկր է, եթե առջևից նայենք, այն այս ոսկրն է, որը կենտ ոսկր է, զույգ չէ։ Գագաթոսկրը զույգ ոսկր է։ Սա գագաթոսկրն է, այսա մի կողմից եւ մյուս կողմից բնականաբար աջ եւ ձախ։ Ծոծրակոսկրը հետին մասում է, նույնպես կենտ ոսկր է, մեկ ոսկր է։ Քունքոսկրը, տեսնում եք այսա, զույգ ոսկր է, աջ եւ ձախ։ Սեպոսկրը եւ մաղոսկրը նրանք ավելի ներս են տեղակայված եւ այս նկարի վրա այդքան բարձ չեն երևում։ Այստեղ տեսնում եք գանգի հիմը ներքևի մասից, այսինքն այդ հատույթով, երբ որ տեսնում ենք, սա ծոծրակային մեծ անցքն է, պատկերացնեք գանգը այսպես շրջված եւ ներքին մասից մենք տեսնում ենք գանգի հիմի բոլոր կառուցվածքային միավորները։ Դիմային գանգի ոսկրերը։ Դիմային գանգը նույնպես կազմված է զույգ եւ կենտ ոսկրերից։ Այստեղ տեսնում ենք քթոսկրը, տեսնում ենք վերին ծնոտը, քթոսկրը երկու ոսկր է զույգ, վերին ծնոտը նույնպես զույգ, ստորին ծնոտը կենտ ոսկր է, իմիջիալը ստորին ծնոտը միակ շարժուն ոսկրն է դիմային գանգի։ Ընդհանրապես գանգի միակ շարժուն ոսկրն է։ Վերին ծնոտը նույնպես անշարժ է, չի շարժվում, ստորին ծնոտն է միայն շարժում։ Հիմա խոսելիս էլ մենք օգտագործում ենք ստորին ծնոտի շարժումները։ Այտոսկրը նույնպես կանաչով նշված զույգ ոսկր է, արցունք ոսկրը, տեսնում եք այստեղ շատ փոքր ոսկր է, զույգ ոսկր է երկու կողմից աջ ձախ։ Ստորին քթային ուրեմն խեցին, տեսնում եք կանաչ, բաց կանաչով նշված։ Տեսնում եք խոփը, դա քթի այդ միջնապատում տեղակայված ուրեմն ոսկրն է, կենտ ոսկր է։ Քմոսկրը տեսնում եք ավելի խորը մի քիչ տեղակայված եւ ենթալեզվային ոսկրը այստեղ նշված չէ, դա լեզվի ավելի ներքև գտնվող ոսկրն է, որը ժողովրդական լեզվով հաճախ օգտագործում են այն մարդկանց անվանելով, ովքեր շատ են խոսում, որ լեզվի տակ ոսկր չկա, հենց այս ոսկրի մասին է խոսքը։ Կրծքավանդակը հաջորդը։ Կրծքավանդակը դուք տեսնում եք այստեղ ոսկրային կարկասը կամ ոսկրային այդ ուրեմն մասը եւ տեսնում եք ավելի բաց մաս, որտեղ տեղակայված են ուրեմն սիրտը եւ թոքերը։ Եվ տեսնում եք եւ անոթները իհարկե, որոնք եւ պաշտպանվում են կրծքավանդակի կողմից։ Առաջետին ուղղությամբ տափակացած է կառուցվածքը, հիմքով վար դարձած, կարծես հատած կում լինի։ Կազմված է կրծքային ողերից, այստեղ դուք տեսնում եք կրծքային ողերը, որոնք կպնում են այս մասում ողերը, կպնում են կողերին, կողոսկրերը 12 զույգ են, որոնք մի կողմից կպնում են կրծոսկրին, այս առջևի մասում A նշվածը դա կրծոսկրն է,
ուրեմն նրանք մի կողմից կպնում են կրծոսկրին, մյուս կողմից կրծքային ողերին։ Եթե շրջենք, ապա կտեսնենք, որ մյուս կողմից իրենք ամբողջովին կպած են եւ բացառություն են կազմում ստորին երկու կողերը, որոնք չեն կպնում անմիջականորեն կրծոսկրին։ Կազմում է կրծքավանդակի խոռոչը, պաշտպանում է սիրտը եւ թոքերը, դրա մասին արդեն ասացինք, եւ նաեւ կարեւոր արյունատար անոթները։ Կրծոսկրին կողերը հպվում են աճառների միջոցով, դրա մասին քիչ անց կխոսենք։ Մանրակը շատ կարեւոր նաեւ ֆունկցիա կատարող ոսկր է, գտնվում է այս մասում, արդեն նկարում էլ տեսնում եք, S-աձև է, անգլերեն S-աձև կամ հայերեն T-աձև, բողոքավոր ոսկր է, ունի երկու ծայրեր, կրծոսկրային եւ թիակային։ Արջևի մասում հպվում է կրծոսկրին, ստորին մասում թիակին, հետին մասում կներեք։ Լավ շոշափվում է, վերին վերջույթը միացնում է իրանի կմախքին եւ ձեռքին ազատ շարժումների հնարավորություն է տալիս։ Հաճախ այս մասում կոտրվածների դեպքում շարժումները ավելի սահմանափակ են դառնում։ Թիակը եռանկյունաձև ոսկր է, դուք տեսնում եք այստեղ, հետին մասում եւ առաջային մասից։ Եվ անրակը, քիչ առաջ խոսեցինք, այսպես վերևից կպնում է թիակին։ Եռանկյունաձև ոսկր է, հարում է կրծքավանդակին հետին մասից երկրորդ, տեսնում եք այստեղ նշված է երկրորդ ողը, երկրորդ կող, ող մակարդակին, մինչև 7-րդ։ Երկրորդից 7-րդ այս մակարդակի կողերի, իջեցված վերջույթի դեպքում, եթե ձեռքը իջացված է, եթե բարձրացումը բնականաբար ինքը ավելի բարձր դիրք է գրավում։ Կրծքավանդակին հպվում է մկաններով, ավելի շարժուն է, մեծացնում է վերին վերջույթի շարժումների ծավալը։ Վերին վերջույթի ոսկրերից, ուրեմն այստեղ տեսնում ենք բաց ոսկրը, մեկով նշված, երկար խողովակավոր ոսկր է, նախաբազկի ոսկրերից երկար խողովակավոր են նորից, ճաճանչ ոսկր եւ ծղիկ ոսկր։ Սրանք հաճախ են վնասվում հատկապես երեխաների կամ այսպես սպորտային տարբեր մարզաձևերով զբաղվող կամ անզգույշ ինչ-որ շարժումների դեպքում հաճախ վնասվող ոսկրերն են այս երկուսը, ճաճանչ ոսկրը եւ ծղիկ ոսկրը։ Եվ նաեւ վնասման վտանգը հիմնականում կայանում է նրանում, որ այնտեղ կա նաեւ ճաճանչային եւ ծղիկային նյարդ համապատասխանաբար, որոնք վնասվածքի արդյունքում եթե վնասվեն, մատների շարժունակությունը կամ զգացողությունը կկորի, որոնք նյարդավորում են 2.5 եւ 3.5 եւ 1.5, այսպես է հարաբերակցությամբ։ Նախադաստակ դաստակ մատներ, այստեղ տեսնում եք, իրականում ոսկրերի քանակը այստեղ շատ է եւ ֆալանգներն էլ։ Ուրեմն տեսնում ենք այստեղ յուրաքանչյուր մատ ունի 3 ֆալանգ, բացառությամբ 8 մատից, որը կազմված է երկու մասից, երկու ֆալանգից, 1, 2, իսկ մյուսները 1, 2 եւ 3։ Ստորին վերջույթի ոսկրերը։ Ազդրոսկրը շատ մեծ, երկար խողովակավոր ոսկր է եւ մեծ ծանրություններ կարող է կրել իր վրա, եթե ուղղակի ծանրություն դրվի իր վրա։ Եթե թեք է, բնականաբար կոտրվածքի հավանականությունը ավելի մեծ է։ Ծնկոսկրը, այստեղ տեսնում եք, ավելի կլոր, այսպես, վոլոքը կամ մեծ վոլոքը, այստեղ տեսնում եք այսա, եւ այս շարժվող պատկերում կարմիրով նշվածն է։ Դա ավելի սուր, այսպես արտահայտված սրունքի ոսկրն է, որը արտաքինի շոշափելիս ավելի սուր է արտահայտված, ավելի մակերեսային է։ Եվ նրբոլոքը նրան հարակից ավելի փոքր բարակ ոսկրն է, բոլորն էլ խողովակավոր են, եւ ոտքի ոսկրերը, ոտնաթաթի, այստեղ տարբերում ենք ուրեմն նախաթաթ, նախագարշապար, վեգոսկր, կրունկոսկր, այստեղ գունավոր որ նշված են այս բոլորը, դեղինը օրինակ կրունկոսկրն է։ Վեգոսկր, կրունկոսկր, նավակաձև ոսկր, խորանարդաձև, սեպոսկր։ Այս բոլորը մեկական են, բացի սեպոսկրից, սեպոսկրը 3 ոսկրերից է կազմված։ Եվ գարշապարային կամ թաթոսկրերը, այստեղ տեսնում ենք, եւ ոտքի մատոսկրերը նույնպես էլի ֆալանգների տեսքով, ինչպես ձեռքի մատների դեպքում, իհարկե մի քիչ այլ կառուցվածք ունեն, բայց նույնպես ֆալանգներով են դրսևորված։ Կոնքի ոսկրերը։ Առջևից կոնքոսկրերը իրար միանալով կազմում են ցայլային համաճոնը, այսպես է կոչվում այս մասը միացման, տեսնում եք կապույտ երանգով,
Ետևից սրբոսկրի հետ միանում են սրբոսկրազստային հոդով։ Այս մասում միանում են սրբոսկրի հետ։ Սրբոսկրը սա ողնաշարի մասն է, որին քիչ հետո կանադառնանք։ Բաղկացած է 3 ոսկրերից՝ զստոսկր, նստոսկր եւ ցայլոսկր։ Սերտաճում են 15-ից 16 տարեկանում սովորաբար այս 3 ոսկրերը, այս ամբողջական այս մեծ թևը, ձախ եւ աջ 3 ոսկրերից է կազմված։ Եվ միացման հատվածի արտաքին երեսին տեսնում եք այս խորոչավոր մասը քացախափոսն է, որի միջոցով հոդավորվում է ազդրոսկրի գլխիկի հետ։ Այստեղ տեսնում եք ազդրոսկրը կարմիր երանգով միացած է քացախափոսին։ Սա հաճախ հանդիպում է այս քացախափոսի շրջանի հոդախախտեր։ Հոդախախտը հենց այստեղից է տեղի ունենում, ոտքի հոդախախտը, եթե կոնքազդրային այդ շրջանից է, եւ նաեւ ավելի մեծ տարիքում տրավմաների դեպքում ավելի հաճախ հենց այս շրջանում է կոտրվածքները տեղի ունենում եւ ազդրոսկրի այս գլխիկի հետ կապված է հիմնական վնասվածքները, որոնք վիրահատական միջամտությունը հիմնականում ավելի դժվար, բարդ է այն առումով, որ հաճախ պետք է փոխարինել դա արհեստական որևէ կոնստրուկցիայով։ Ոսկրերի միացումները 3 միացում են տարբերակում շարժում, հոդավորվող ոսկրերից մեկի վրա կա փոս, մյուսի վրա կա որոշ հարթություն, գլխիկային հարթություն, որը միանում է այդ փոսին։ Քիչ առաջ այս աջ նկարում կարող եք տեսնել այստեղ, բայց ավելի պարզ երևի հենց այս նկարում էլ կտեսնենք այստեղ։ Սա փաստորեն միացման շարժում տարբերակն է, այդ նույն ազդրոսկրի հոդագլխիկի միացման տարբերակը։ Եվ այնտեղ հոդեր կան, հոդերի միջոցով են միանում իրար։ Կիսաշարժունը աճառային միջնաշերտով է, դրանք հիմնականում ողերն են, դուք այստեղ տեսնում եք ողնաշարը, երկու ողերի միջև կան աճառային շերտեր, որոնց միջոցով իրենք միանում են այստեղ, տեսնում եք, այս փոքր, որը ավելի մեծացված ցույց է տրված։ Եվ կողոսկրերը։ Անշարժ, անընդհատ շարակցական աճառային կամ ոսկրային շերտեր, եւ անշարժի դեպքում դա գանգի ոսկրերն են, այստեղ ձախ մասում դուք տեսնում եք կանաչ երանգավորված կարաններն են, դրանք երեխաների մոտ, նորածինների մոտ հատկապես իրարից հեռացած են ոսկրերը, դեռևս սերտաճած չեն, եւ այդ մասում կարող ենք նույնիսկ ձեռքով շոշափելիս փոսություններ շոշափել։ Դա նույնը վերաբերում է նաեւ գաղթունին, գիտեք երեխաների մոտ կա երկու գաղթուն, մեծ եւ փոքր, հիմնականում մեծը գագաթային մասում է արտահայտված, բայց տարիքին զուգընթաց 1-1.5 տարեկանում այդ ոսկրերը սերտաճում են արդեն, որոշ դեպքերում գուցե ավելի ուշ, դրանք սերտաճում են եւ արդեն ոսկրացած վիճակում ամբողջ կյանքում այդպես պահպանվում են եւ իրենք շարժում չեն, բնականաբար ոսկրերի, ինչպես այլ հոդերի դեպքում չեք կարող իրարից հեռացնել։ Նույնը նաեւ կոնքի ոսկրերի դեպքում, քիչ առաջ ներկայացրեցին կոնքի ոսկրերը, այս ոսկրերը նույնպես շարժում չեն, այս երեքը իրար կպած շատ ամուր եւ կյանքի ընթացքում չես կարող իրարից հեռացնել։ Նաեւ ոսկրերի միացման տարբերակ է ատամը, տեսնում եք այստեղ, ատամները ծնոտին միանում են ատամնաբնային ելուններում եւ այդպիսի էլի որոշակի հոդամակերեսների նման էսի մակերես են ապահովում։ Տեսնենք ինչ է իրենից ներկայացնում հոդը։ Այստեղ դուք տեսնում եք երկու ոսկրերի միացում, դուք տեսնում եք մեկ ոսկր ստորին մասում, վերին մասում երկրորդ ոսկրը։ Ոսկրի մեջ տեսնում եք խիտ ոսկրանյութը, արտաքին այս մոխրագույն շերտը եւ ներսում տեսնում եք սպունգանման նյութը, գուբկաների նման, սպունգի նման եւ ավելի ներս տեղակայված ոսկրածուծը, որի մասին խոսել ենք, կա երկու տեսակի՝ դեղին եւ կարմիր։ Այստեղ ոսկրը պատող մակերեսում մենք տեսնում ենք հոդաճառը, այս բաց կապտավուն երանգով եւ երկու ոսկրերի միջև կա հոդախորոջ, որը լցված է սինովյալ հեղուկով։ Սինովյալ հեղուկը ապահովում է այս հոդերի շարժումները միմյանց միջև, այսպես ասած ամորտիզացիոն որոշակի գործառույթ է ապահովում։ Հակառակ դեպքում պատկերացրեք երկու ամուր ոսկրեր իրենց հոդագլխիկներով կպնեն իրար
եւ անընդհատ այսպես շփվելով արդյունքում կառաջանա մաշվածություն։ Հենց այդպիսի խնդիր էլ առաջանում է ավելի մեծահասակ կամ որոշ հիվանդությունների դեպքում ավելի մեծահասակների կամ հիվանդություններ ունեցողների մոտ, երբ որ սինովիալ հեղուկի քանակը նվազում է կամ գրեթե բացակայում է եւ հոդագլխիկները սկսում են արդեն այդ շարժումները ցանկացած շարժումների ժամանակ աստիճանաբար մաշվել եւ իհարկե վնասվում են արդյունքում հոդագլխիկները։ Աճառը կմախքային շարակցական հյուսվածք է, դրա մասին հիշում եք խոսել ենք հյուսվածքների հյուսվածաբանության դասընթացի ժամանակ, ոսկրերի մեծ մասը զարգանում է աճառից։ Մեծահասակների աճառը կազմում է մարմնի քաշի 2%-ը։ Հոդերը, միջողնային սկավառակները, քթի, ականջի, կոկորդի, շնչափողի, բրոնխների եւ կողերի աճառները։ Աճառային հյուսվածքը պարունակում է 70-ից 80% ջուր, չի պարունակում արյունատար անոթներ եւ ծածկված է վերնաճառով, որը պարունակում է մեծ քանակությամբ անոթներ եւ նյարդեր։ Այստեղ տեսնում եք աճառների 3 տեսակներ՝ հիալինային կամ կողաճառներ, կոկորդ, քիթ, շնչափող, բրոնխներ, հոդեր, դրանք հիալինային աճառի օրինակներ են, էլաստինային աճառը, ականջախեցին, մակ կոկորդը եւ ֆիբրոզ տեսակը, միջողնային սկավառակները, ծնկահոդի մենիսկը եւ ցայլային սիմֆիզը։ Աճառի գործառույթները։ Ծածկում է շփման մակերեսները, բարձր դիմացկունություն է հաղորդում ոսկրամակերեսներին, այսինքն մաշվածությունն է փորձում կանխել։ Հոդաճառը եւ միջողնային սկավառակներն ապահովում են նաեւ ամորտիզացիոն ֆունկցիան։ Դրա մասին արդեն խոսեցինք։ Աճառը կազմում է շնչուղիների խոռոչների պատերը նաեւ, շնչափողի հիմնականում պատերը, որը նույնպես աճառային հյուսվածք է։ Եվ ողնաշարին անդրադառնանք։ Մարմնի հենարան է, բոլորս ունենք 34 ողեր, որոշ դեպքերում պոչուկային ողերը կարող են տարբերվել 1-2 ողի տարբերությամբ, բայց հիմնականում ունենք պարանոցային 7, կրծքային 12, գոտկային 5 եւ պոչուկային 4-ից 5։ Պոչուկը այս եռանկյունաձև այս կառուցվածքն է եւ այս պատկերի վրա մի քիչ ավելի պարզ երևա պարանոցայինը տեսնում եք այս 7-ն են, կրծքայինը այս կան, իրենց կազմությամբ փոքր իրարից տարբերվում է պարանոցայինները որոշակի տարբերվող կառուցվածք ունեն, կրծքայինները եւ ամենամեծ ոսկրերը գոտկայիններն են, քանի որ գոտկային ողերը նրանք պահում են հիմնական մարմնի ծանրությունը եւ ամրությունը։ Այստեղ տեսնում ենք պարանոցային, կրծքային, գոտկային եւ պոչուկային։ Եվ այստեղ ուրեմն դուք տեսնում եք մի քանի ախտաբանական վիճակներ, երբ ողերի հետ կապված կարող է խնդիրներ առաջանալ, ուրեմն այստեղ տեսնում եք նախ նորմալ ոսկրը, նորմալ ողը, նորմալ միջողնային սկավառակը եւ այստեղ տեսնում ենք վնասված միջողնային սկավառակը, որը սեղմում է նյարդին, որը եւ առաջացնում է ցավային ռեակցիաներ, ցավային համախտանիշ հիմնականում եւ արդյունքում իհարկե երբեմն նաեւ վիրահատության անհրաժեշտություն է առաջանում։ Այստեղ դուք տեսնում եք այլ հատույթի վրա, դուք տեսնում եք միջողնային սկավառակը, սա նորմալն է եւ այս միջին մասի պուլպոզ ողը, այդպես է կոչվում, երբ որ ամրությունը իր էլաստիկությունը այս ողը ուրեմն միջողնային սկավառակը գործնում է, այս պուլպոզ ողը դուրս է գալիս, կարծես, եւ իր գրաված տարածքից ավելի դեպի նյարդային հյուսվածքը նյարդարմատները տեղաշարժվելով նորից կրկին սկսում է սեղմել նյարդարմատին, որը առաջացնում է այսպես ասած ճողվածք, միջողնային աճառի ճողվածքներ, այդպես է կոչվում, գրիժաներ հայերեն, ավելի ճիշտ ռուսերեն, որը ընդունված է այսօր հասարակության շրջանում, այդպես են կոչվում, եւ արդյունքում առաջանում են այնպիսի ախտաբանական վիճակներ, որոնք սկսում են սեղմել նյարդին, առաջացնելով արտահայտված ցավային ախտանիշներ։ Երկրագնդի յուրաքանչյուր 4 բնակիչ ժամանակ առ ժամանակ գանգատվում է մեջքի ցավերից։ Շարժումները մեր ողնաշարի առողջության գրավականն են եւ հիմա կխոսենք, թե ինչպես կարելի է խուսափել մեջքի ցավերից։
Քանի որ այսօր շատ տարածված է այն մեր հանրության շրջանում, եւ բացի այն, որ մենք այսօր ծանոթացանք անատոմիային եւ ֆիզիոլոգիային, մենք նաեւ կտեսնենք մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարող ենք մեր ոսկրային հենաշարժական համակարգի ոսկրային մասը եւ մեջքը պահել ավելի առողջ։ Ինչպես ճիշտ նստել։ Անհրաժեշտ է նստել կոշտ կահույքի վրա, քանի որ իրանը պետք է հենվի նստոսկրի թմբերի վրա։ Այս նկարի մեջ դուք տեսնում եք նստելու ճիշտ դիրքը։ Հաճախ մենք աշխատանքի ժամանակ բոլորս էլ եւ երեխաները եւ մեծահասակները աշխատանքի ժամանակ համակարգչի առջեւ որևէ աշխատանք կատարելիս թեքվում ենք ավելի առաջ եւ մեջքի իրանի այս ֆիզիոլոգիական ճիշտ դիրքը չենք պահպանում։ Ինչպես ճիշտ նստել։ Դուք այստեղ տեսնում եք ձախ անկյունում սխալ դիրքը, աջ անկյունում ճիշտ դիրքը։ Աթոռի բարձրությունը պետք է համապատասխանի սրունքի երկարությանը։ Անհրաժեշտ է, որպեսզի ոտքը հպվի հատակին, անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել փոքր տակդիրներ ոտնաթաթերի համար։ Ձախ նկարում տեսնում եք, որ ուրեմն աթոռը ավելի բարձր է, քան մարդը, եւ բնականաբար ոտքերը չեն հասնում հատակին։ Նման դեպքերում կարելի է ոտքերի տակ որևէ տակդիր դնել ոտնաթաթեր բարձրացնելու համար։ Իսկ աջ նկարում տեսնում եք, որ լիարժեք հասնում է հատակին եւ ճիշտ դիրքում է գտնվում այդ անձնավորությունը։ Առավելագույն խորությունը պետք է լինի ազդրի 2/3-ի չափով։ Դուք տեսնում եք, որ ոչ պետք է շատ սեղանի ցերու լինել, ոչ էլ շատ կիպ հպված լինել սեղանի։ Սեղանի տակ պետք է լինի ոտքերի համար նախատեսված բավարար տարածություն, որպեսզի ոտքերը չծալվեն։ Եվ մնացածը դուք նույնպես տեսնում եք այստեղ նկարում, թե ինչպիսի հեռավորություն պետք է լինի էկրանից, դա լինի համակարգիչ, հեռուստացույց կամ այլ էկրան, եւ աշխատանքային ինչպիսի դիրքում պետք է գտնվել, ձեռքերի դիրքը ինչպիսին պետք է լինի, ողնաշարի դիրքը ինչպիսին պետք է լինի, եւ այստեղ դուք տեսնում եք ողնաշարը ինչ դիրքում է այս ձախ նկարում եւ ինչ դիրքում է աջ նկարում։ Մեկ րոպե ես կրկին ցույց տամ այս դիրքը։ Իրականում ֆիզիոլոգիական դիրքը այսպեսին պետք է լինի ողնաշարի եւ չպետք է ծռվածություններ առաջացնել։ Եթե ստիպված եք երկար նստել, ապա ձգտեք յուրաքանչյուր 10-20 րոպե աշխատանքից հետո կատարել որոշ ֆիզիկական վարժություններ, փոխել ոտքերի դիրքը։ Այստեղ այսպիսի դասընթացների ժամանակ էլ ցանկալի է, որ պարբերաբար վեր կենալ, մարզվել, լսելով իհարկե, բայց կարող եք որոշ վարժություններ կատարել եւ կրկին նորից զբաղեցնել ձեր տեղը համակարգչի կամ հեռախոսի առջև։ Հետևեք, որպեսզի մեջքը կիպ հպվի աթոռի մեջքին։ Նստեք ուղիղ, չկախելով գլուխը եւ չթեքելով իրանը, որպեսզի չձգվեն իրանի մկանները։ Եթե նստակյաց ընթերցանություն է, ապա գիրքը կամ փաստաթղթերը պետք է դնել ձեզանից բարձր, ձեր առջև, որպեսզի իրանը շատ չթեքվի առաջ, այսպես ավելի բարձր դիրքում պետք է լինի։ Հեռուստացույցի առջև մի նստեք կամ պառկեք միայն մեկ դիրքով։ Պարբերաբար փոխեք ձեր դիրքը, վեր կացեք, որպեսզի մարզվեք։ Մեքենայի ղեկին նստելիս լարվածություն չպետք է լինի, փոքրիկ բարձիկ տեղադրեք ոտքային հատվածի եւ նստարանի միջեւ, որ կրկին այդ տարածությունը կարողանաք ողնաշարի թեքությունը ապահովել։ Գլուխը պահեք ուղիղ։ Դրա համար կան իհարկե նստատեղի կառավարման ձևեր, որոնք յուրաքանչյուր մեքենայում կարող եք ֆիքսել, որպեսզի չլինեք շատ առաջ կամ շատ հետ կամ ցածր կամ բարձր, հնարավորինս պետք է փորձեք հետևել այս խորհուրդներին, որպեսզի վարելու ընթացքում էլ մեքենա վարելիս նույնպես ողնաշարի հետ կապված խնդիրներ չառաջացնեն։ Երկարատև վարելիս կատարեք նույնություններ իջնելով մեքենայից։ Պարզապես նստելը չի օգնի, եթե նույնիսկ այդ պահին չեք վարում։ Երկար կանգնելիս մեծ ծանրաբեռնվածություն է բաժին հասնում ողնաշարի ոտքային հատվածին։ Յուրաքանչյուր 10-15 րոպե ընդմիջումով փոխարինեք ոտքերը։ Եթե օրինակ կանգնած եք ինչ-որ հերթի մեջ, չգիտեմ, կանգնած եք ինչ-որ տեղ, որտեղ անընդհատ պետք է կանգնած մնաք առանց դիրքը փոխելու, փորձեք որոշ տեղում նույնիսկ փոքր շարժումներ, վարժություններ կատարել, մարմնի քաշը մի ոտքից տեղափոխելով մյուսին, այսինքն հենվելով սկզբում մի ոտքին, հետո մյուս ոտքին։ Եթե հնարավոր է քայլեք տեղում կամ շարժվեք։ Ժամանակ առ ժամանակ թեքվեք առաջ, ձեռքերը վեր բարձրացնելով, այս նկարի նման թեկուզ կատարեք խորը ներշնչում, որը կօգնի ազատվել ուսագոտու, պարանոցի, ծոծրակի եւ մեջքի մկանացավերից։ Ինչպես ճիշտ կանգնել։ Իհարկե ոչ այսպես, ինչպես նկարագրված է այստեղ պատկերում,
Ամանները լվանալիս, արտուկելիս հերթով ոտքերը դրեք փոքր աթոռակի վրա կամ արկղի վրա։ Կարծում եմ կանայք հատկապես նկատած կլինեն, օրինակ ամանները լվանալիս, հատկապես երբ որ լվացարանի այդ տարածությունը մի քիչ ավելի մեծ է, քան սովորաբար անհրաժեշտ է, երբ որ շատ թեքվում եք առաջ եւ երկար ժամանակ կատարում եք աշխատանք, ամաններն եք լվանում, այդ դեպքում հիմնականում դուք ավարտին կունենաք մեջքի ցավեր կամ առնվազն դիսկոմֆորտ, անհարմարություն զգացում, որդ է տրվում դնել փոքր աթոռակ, որի վրա կդնեք մի ոտքը, մյուս ոտքը ավելի հետ եւ այդպես ժամանակ առ ժամանակ կփոխեք ձեր մարմնի դիրքը թեքելով։ Տան մաքրության եւ հարդարանքի ընթացքում ձգտեք շատ առաջ չթեքվել։ Գերադասելի է թեքվել մեկ կամ մյուս ծնկի վրա։ Երբ որ օրինակ կռացած, չգիտեմ, փոշիներն եք հեռացնում, մաքրում եք կամ փոշեկուլն եք օգտագործում, ցանկալի է որպեսզի չկռանաք, այլ թեքվեք ծնկի վրա, մի ոտքի վրա, կատարեք ձեր աշխատանքը, հետո թեքվեք մյուս ոտքի վրա։ Որպեսզի հատակից վերցնեք որևէ առարկա, իջեք ծնկի, ծալելով ծունկը եւ ձեռքով հենվելով աթոռի կամ սեղանի վրա։ Իհարկե շատ հաճախ մենք երադասում ենք ամեն ինչ արագ անենք կռանալ, բայց արդյունքում մենք իհարկե վնասում ենք մեր ողնաշարին։ Ինչպես ճիշտ բարձրացնել եւ տեղաշարժել ծանրությունները։ Ծանր բեռը մի կրեք մեկ ձեռքում, հատկապես երկար տարածություններ քայլելիս։ Որպեսզի չծանրաբեռնեք ողնաշարը, հաճախ տեսել եք, որ ծանրությունը վերցնելիս մի կողմում վերցնում են եւ թեքվում են մյուս կողմը, որովհետեւ ֆիզիկապես պարզապես հնարավոր չէ այդ ծանրությունը, եթե մի ձեռքով դժվար է, ամբողջ մարմնով փորձում են ուժ տալ, որպեսզի բարձրացնեն այդ ծանրությունը եւ այդպես կարող են երկար ճանապարհ գնալ։ Հատկապես խանութից օրինակ վերադառնալիս, դա լինեն կանայք, թե տղամարդիկ, տարբերություն չկա։ Որպեսզի չծանրաբեռնեք ողնաշարը, բաժանեք բեռը երկու մասերի եւ երկու ձեռքերում հավասարաչափ կրեք, որպեսզի ողնաշարի դիրքը հավասար լինի։ Անթույլատրելի է ծանրությունը ձեռքին կտրուկ թեքվել առաջ կամ հետ։ Ես մեկ անգամ այդպիսի գործողություն կատարել եմ, իհարկե կարելի ասել ոչ իմ մեղքով, երբ որ գնացքում բարձրացնում է եւ տեղադրում է մեծ ուրեմն պայուսակ եւ անցորդներից մեկը մոտեցավ որպեսզի ինձ օգնի բարձրացնեմ, բավականին ծանր էր, օգնեց որ բարձրացնեմ եւ երբ որ հասա այդ դարակին եւ որտեղ որ պետք է տեղադրվի, գնացքներում գիտեք, ինքը պարզապես թողեց եւ անցավ, այսինքն իրեն պետք էր պարզապես որ ճանապարհը ազատվի եւ այդ պատճառով կարծես օգնեց եւ ես ստիպված եղա թեքվել առաջ, որպեսզի մյուս եզրից նույնպես բռնեմ դա, որպեսզի չընկնի։ Դրանից հետո ես բարբերաբար երկար ժամանակ բարբերաբար մեջքի հետ կապված խնդիրներ ցավեր էի ունենում եւ դա իհարկե անթույլատրելի է, որ ծանրությունը ձեռքին կտրուկ թեքվում եք առաջ կամ հետ։ Ծանր իրերը տեղափոխելիս օգտվեք սայլակներից։ Օստեոխոնդրոզի դեպքում ցանկալի չէ 15 կիլոգրամից ավելի իրեր տեղափոխել։ Օգտագործեք ուսապարկեր նախատեսված երկու ուսերի համար։ Դա նույնպես ցանկալի չէ, հաճախ հատկապես երիտասարդները մեկ ուսին են կրում ծանրությունը, փորձեք երկու ուսերով կրել, որպեսզի հավասարաչափ լինի ծանրությունը բաշխված երկու ուսերի վրա։ Ծանրություններ բարձրացնելու կանոնները՝ կապեք լայն գոտի։ Կքանստեք այնպես, որ մեջքը եւ պարանոցը լինեն ուղիղ դիրքում։ Երկու ձեռքերով վերցնելով ծանրությունը հավասարաչափ բարձրացեք, չթեքելով մեջքը։ Դրա վառ օրինակ է, երբ որ հետևում եք ծանրամարտի առաջնությանը, թե ինչպես են ծանրորդները վերցնում այդ ծանրությունները։ Նրանք նույնպես կապում են գոտի, հավասարաչափ իջնում են, կքանստում են եւ հավասարաչափ բարձրանում։ Դա իրապես վառ օրինակ է։ Անկողինը պետք է լինի կիսաչոր, որպեսզի մեջքի վրա պարկելիս մարմինը ընդունի իր ֆիզիոլոգիական բնական կորությունները։ Դուք այստեղ տեսնում եք յուրաքանչյուր ոք ունի իր նախընտրությունները, դրանք կամա թե ակամա են ստացվում քնելու դիրքի հետ կապված, բայց փորձեք այնպեսին լինի մակերեսը, որ լինի կիսաչոր, ոչ շատ չոր եւ ոչ շատ փափուկ, որպեսզի ամբողջովին այսպես ասած ընկղմվեք անկողնու մեջ։ Եթե ցավեր ունեք ոտքերում, մեջքի վրա պարկելիս ծնկահոդի տակ տեղադրեք փոքրիկ բարձիկ, դա կնվազեցնի նստանյարդի լարվածությունը եւ կմեղմացնի մեջքի ցավերը։ Դուք այստեղ կադրում տեսնում եք օրինակները։ Կողքի պարկելիս մեկ ոտքը ծալեք եւ դրեք մյուսի վրա, իսկ ձեռքը գլխի տակ։ Որովայնի վրա պարկելիս, որը ցանկալի չէ, դրա համար այստեղ ներկայացված չէ,
Պորտից քիչ ներքև տեղադրեք փոքրիկ բարձիկ։ Դա այն դեպքում, եթե այլընտրանք չունեք, բայց ցանկալի է կիրառեք այս երկու տարբերակը, կամ մեջքի վրա, կամ կողքին։ Ինչպես ճիշտ արթնանալ։ Իհարկե, գուցե հարցը զարմանալի է, բայց շատ կարևոր։ Առավոտյան անկողնուց բարձրանալիս, արթնանալուց հետո, երբ որ վեր եք կենում անկողնուց, պառկած նախ մի քանի պարզ վարժություններ կատարեք ձեռքերով եւ ոտքերով։ Խորտ չի տրվում կտրուկ միանգամից վեր կենալ։ Այնուհետև, եթե քնում եք մեջքի վրա, շրջվեք որովայնի վրա։ Նախ մեկ ոտքի իջեցրեք անկողնուց հատակին, հենվելով այդ ոտքի եւ ձեռքերի վրա, մարմնի ողջ ծանրություն տեղափոխեք մյուս ոտքի վրա, ծնկի վրա եւ աստիճանաբար կանգնեք խուսափելով կտրուկ շարժումներից։ Կարծում եմ դուք երբևէ առնչվել եք այդպիսի իրավիճակների հետ, երբ առավոտյան արթնանում եք եւ կտրուկ շարժումների ժամանակ մկանների կծկում եք զգում։ Դա հենց այս խորհուրդները ուղղված են հենց դրան, որպեսզի դուք խուսափեք այդպիսի խնդիրներից։ Իհարկե դրանք ժամանակավոր են կարող են անցնել, բայց որպեսզի ճիշտ արթնանաք եւ ճիշտ բարձրանաք անկողնուց, հետևեք այս կանոններին։ Ինչպիսի կոշիկ կրել։ Այստեղ բոլորը կարծես թե կանանց վերաբերող կոշիկներ են, բայց իհարկե խորհուրդները բոլորին են տրվում։ Օրթոպեդները զգուշացնում են պլատֆորմայով կոշիկներ կրելը նպաստում է օստեոխոնդրոզի առաջացմանը։ Պլատֆորման դուք տեսնում եք այդ բարձր կոշիկները։ Հրաժարվեք բարձրակրուն կոշիկներից, որոնք 3 սանտիմետրից ավելի են։ Մինչև 3 սանտիմետրը թույլատրելի է։ Կրունկները թեքում են կոնքը եւ խախտում ողնաշարի հավասարակշռությունը։ Ինչ բարդություններ կարող են առաջանալ։ Պտհամատի դեֆորմացիա, դա ոտնաթաթին է վերաբերում, բուրսիտներ կամ ուրեմն հոդաշապիկի այդ շրջանում բորբոքումներ, թեք եղունգներ, կարճ աքիլեսյան ջլեր, դրա մասին կարծում մկանների ուսումնասիրության ժամանակ կխոսենք աքիլեսյան ջլերի մասին, ոտնաթաթի քրոնիկ ցավեր, ոսկրային կոշտուկներ, արթրիտ եւ ծնկան օստեոպարոզ, ձկնամկանի մշտական կծկումներ եւ հաճախակի տրավմաներ։ Ինչ խորհուրդ է տրվում, ուրեմն եւ ողնաշարի հետ կապված եւ ոտքերի ցավերի հետ կապված։ Պահպանեք մարմնի նորմալ քաշը, քանի որ ծանր քաշը մեծ ծանրաբեռնվածություն է ինչպես ողնաշարի, այնպես էլ ոտքերի վրա։ Հրաժարվեք անհարմար կոշիկներ կրելուց։ Ամրացրեք մեջքի մկանները կատարելով պարբերաբար ամեն օր կատարելով ֆիզիկական վարժություններ։ Ուրեմն մարզաձևերից նախընտրելի է խորհուրդ է տրվում լող, քայլք, արագ անդանդաղ եւ հեծանվող զբոսանք։ Ճիշտ սննդակարգը նույնպես շատ կարեւոր է, դա իհարկե ուղղակի կապ ունի նաեւ քաշի հետ, բայց նաեւ կարեւոր է թե ինչ սննդատեսակներ եք օգտագործում, որը կարող է առաջացնել կամ հոդացավեր, կամ ճարպակալում, եւ որը կանրադառնա ձեր ինչպես քայլվածքի, այնպես էլ ողնաշարի եւ ոտքերի վրա կրվող ծանրաբեռնվածության վրա։ Խմեք բավարար քանակով ջուր, քանի որ դուք տեսաք, թե հյուսվածքները քանի տոկոսով են կազմված ջրից, հյուսվածաբանության ժամանակ նաեւ եւ գիտենք, որ ինչպես ուղեղը, այնպես էլ մյուս բոլոր օրգանամակարգերը եւ հյուսվածքները մեծ քանակությամբ ջուր են կրում իրենց մեջ եւ շատ կարեւոր է, որպեսզի խմեք բավարար քանակությամբ ջուր, լրացնելով օրվա անհրաժեշտ պաշարը։ Իհարկե, ամառային շոկ եղանակին ավելի շատ պետք է օգտագործել, սակայն միջինում առնվազն մոտ 8 բաժակ ջուր խորհուրդ է տրվում օգտագործել։ Շնորհակալություն ուշադրության համար, առողջ եղեք եւ եթե կան հարցեր, խնդրեմ։